Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի մարտի 6-ին հրապարակած հարցման արդյունքներից մի քանի շաբաթ անց հայաստանյան քաղաքական ընդդիմադիր դաշտում շարունակվում են հրապարակվել ու ի հայտ գալ այլ սոցհարցումներ, բայց ովքեր, ինչ կազմակերպություններ ու ինչպես են դրանք անցկացվում, փորձագետները դնում են կասկածի տակ։ Նկատում են, այդ ուրիշ հարցումները սկսեցին ակտիվանալ հատկապես ինստիտուտի հրապարակած տվյալներից հետո։ Մի մեծ փուչիկ է, որը փչվում է նախընտրական շրջանում, բավական լուրջ գումարներ են ներդրում։ Քանդրբազություն է, ոչ թե սոցիոլոգիա։ Նախկինում հանրային կարծիքներում ու սոցհարցումներում բավականին լուրջ խոսում կար, ասում են փորձագետները։ 2001-ի ընտրություններից սկսած դրանք ամենից շատ էին շահարկվում, ճշգրիտ պատկերը չէին արտացոլում, քանի որ իշխանության նկատմամբ առկա լուրջ դժգոհությունն այդ տարիների հարցումներում չկար։ 2026-ի առաջիկա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ ավելից շատ հարցումների մասին խոսում, դրանք ըստ փորձագետների երբեմն նաև սխալներով հրապարակում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի նորաստեղծ քաղաքական ուժը։ Սոցհարցում իրականացնելը իրականում բավական լուրջ գիտություն է եւ այդպես ամեն րոպե, ամեն կազմակերպություն չէ, որ եւ այդ կարողությունը ունի եւ այդ լեգիտիմությունը ունի իրականացնելու եւ այո, դրանք նախ պիտի որոշակի այդպես ընտրանի ունենան, որպեսզի համարեն համապետական հարցումներ առնվազն 1500, եթե կամ 1200-ից 1500, եթե չեմ սխալվում, այսինքն հստակ մեթոդանվանություն կա հարցերի տալու ձևը, հարցերը ինչ ձևով են տրվում։ Դա քաղ տեխնոլոգիա է, դրանով նրանք փորձում են ցույց տալ, որ նրանք ունեն բնակչության աջակցություն։ Ու ծիծաղելի է, երբ մեր ձևով սոցհարցման արդյունք է հրապարակում, որտեղ առաջին ուժը, որը մտնելու է խորհրդարան, դա իրենց ուժն է, այլ ոչ թե օրինակ քաղաքացիական պայմանագիրը։ Հասկանալի է, որ դրանով իրենք փորձում են հասարակության մեջ մեյնսթրիմ ձևավորել, որը իրականում չկա։ Այսինքն սա փորփորներ է, սա օդ է, որը նրանք փորձում են վաճառել ընտրողներին։ Հիշեցնենք, ըստ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալների, քաղաքացիական պայմանագիրը վարկանիշով շարունակում է գլխավորել հայաստանյան քաղաքական ուժերի աղյուսակը։ Երկրորդն այդտեղ ուժեղ Հայաստան կուսակցությունն է։ Ինստիտուտի տվյալներից առաջ Էմպիրիկա անվամբ հետազոտական ընկերությունը փետրվարի սկզբից հարցման տվյալներ է հրապարակել։ Մարդկանց հարցրել էին, թե ով պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Համապետական մակարդակով հարցվածների 34%-ը ըստ ռուսաստանցի գործարարի ուժի ընտրել է Սամվել Կարապետյանին, 33%-ը Նիկոլ Փաշինյանին։ Տվյալները Facebook-յան իր էջում նաև Կարապետյանի եղբորորդին էր հրապարակել, բայց սոցիոլոգիական հարցումների նպատակը մարդկանց տրամադրությունները ստուգելն է, ոչ թե ցույց տալը, թե որ ուժը կմտնի խորհրդարան, ասում են փորձագետները։ Հարցը թե ովքեր են այդ իրականացնողները, ինչ մեթոդաբանությամբ են իրականացնում եւ երբ որ արդեն դրանք հրապարակվում են, մի քանի խնդիր է դրված, այսինքն եւ խնդիր է դրված տվյալները հրապարակել, որպեսզի իրենց համակիրները մի տեսակ այդպես վստահություն ունենան, որ սա հաղթող ուժ է եւ իրեն պիտի ձայն տալ, սա հոգեբանական խնդիրն է եւ նաեւ հանրությանը այդպես որոշակի այդպես ուղերձ տալու, որ մենք ենք այն հիմնական ուժը, որ գալու ենք։ Այս տեսանկյունից քաղաքական ուժերի պատվիրած հարցումները որևէ կերպ վստահելի չեն կարող լինել։ Այդ նույն հարցման հետ կապված փորձագետները նաև մեթոդաբանական սխալ են տեսնում։ Ըստ հրապարակած հարցումների Երևանում 49% ընտրել է Սամվել Կարապետյանին, միայն 24%-ը Նիկոլ Փաշինյանին։ Ոչ ոքիի պատասխանը 17% է, չգիտեմի 11։ Այս թվերի հանրագումարը կազմում է 101%, մինչդեռ ցանկացած հարցման արդյունքը չպետք է գերազանցի 100%-ը։ Այնքան բարձունակ է, նույնիսկ մաթեմատիկայի միջնակարգ կամ տարական կրթություն չավարտած մարդկանց են տվել, ասել են մի երկու թիվ նկարեք, հելնենք ասենք, գիտեք ինչ լուրջ հարցումներ են կարել, որի արդյունքում մենք առաջատար ենք։ Ցանկացած բան 100%-ի մեջ պետք է տեղավորվի, այնտեղ անգամ այդ սխալներ արված 101% էր հասցրած, թե 102%։ Այսինքն, եթե այսպիսի պրիմիտիվ սխալներ են, ոնց վստահ լինենք, որ այլ իրավիճակում սխալներ չեն իրականացվել։ Սոցհարցումները արվում են մեր ձևով, չեն անում պրոֆեսիոնալներ։ Ուղղակի պատվեր են ստանում նկարել ինչ-որ թվեր եւ նկարում են։ Ժամանակին տենց կար չէ, մեկը իդեպ սոցիոլոգ էր ինքը մասնագիտությամբ Հարուն Ադիբեկյանը, որը եւս զբաղված էր նկարչությամբ, ու իր գործը շատ ավելի հեշտ էր, իրեն այն ժամանակվա իշխանությունը, նույն Ռոբերտ պարոն Քոչարյանը թվերը տալիս էր, ով ինչքան պետք է հավաքի խորհրդարանում, քվոտաներ էր, չէ՞, այն ժամանակ ընտրություններից առաջ, հա։
քվոտաները տալիս էին, ինքը հրապարակում էր եւ միշտ ճիշտ էր դուրս գալիս։ Եվ դա էլ էր ճակերտավոր սոցիոլոգիա։ Սամվել Կարապետյանի ուժը շաբաթների տարբերությամբ հարցումների թվեր է հրապարակում։ Մարտի 25-ին էլ արդեն ջերմուկում էին ներկայացնում Էմպիրիկա կենտրոնի նոր տվյալները։ Այս ֆոնին ընդդիմադիրները կասկածի տակ են դնում Ամերիկյան Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից արված հարցումները։ Քաղաքական պատվեր են համարում Միջազգային Հանրապետական ինստիտուտի տվյալները։ Բանախոսները շեշտում են, այս կազմակերպությունը լուրջ լեգիտիմություն ու փորձ ունի, ֆինանսական թափանցիկության խնդիր չունի, ինչը չեն կարող ասել ընդդիմադիրների ներկայացրած հարցումներ անցկացրած կազմակերպությունների դեպքում։ Պնդումներ նաև կային, որ քանի որ օրինակ ԱՄՆ իշխանությունը եւ Վենսը հրապարակել է կամ բաց ասել է, որ մենք աջակցում ենք այս իշխանությանը, իրենց հետ աֆիլիացված Հանրապետական ինստիտուտը չէր կարող այլ տվյալ տալ։ Մինչդեռ այստեղ էլի ուղիղ չի կապը եւ ինստիտուտը շատ այդպես անկախ է գործում, որովհետեւ սա հետազոտական կենտրոն է եւ շատ ավելի այդպես այլ հասարակական գործունեություն է ծավալում եւ քաղաքական կուսակցության հետ ԱՄՆ-ի քաղաքական հանրապետական կուսակցության հետ այդպես ուղիղ առնչություն մեծ հաշվով չունի։ Կարտնացան, տեսան, որ առաջի տեղը այդ արդյունքներով ԿՊ-ն է, իսկ նրանք չպետք է թույլ տան, որ այդ արդյունքներով լինի ԿՊ-ն եւ սկսեցին իրենց սոցհարցումները գրել, տպել եւ հրապարակել։ Որքանով են այդ սոցհարցումները ճշգրիտ, թող մնա այդ սոցհարցումների հեղինակների խղճին։ Ես գոնե չեմ տեսնում ID-ի սոցհարցմանը քաղաքական պատվեր։ Չնայած ընդդիմադիր որոշ շրջանակներ կասկածի տակ են դնում հետազոտության արդյունքները, համեմատենք 2021-ի Միջազգային Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումները։ 2021-ի մայիսի 28-ին հրապարակված զեկույցի համաձայն կառավարող ուժը կրկին առաջատար էր 26% վարկանիշով։ Այդ ժամանակ հունիսի 20-ին կայացած խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքներով քաղաքացիական պայմանագիրը ստացավ քվեների մեծամասնությունը՝ 53.92%։ Այսինքն ինստիտուտի հարցմամբ, եթե առաջատարը ԿՊ-ն էր, նույնն արձանագրվեց նաև ընտրությունների վերջնական արդյունքով։ Ընտրություններում ԿՊ-ն իսկապես հաղթանակ տարավ։ Հանրային տրամադրությունների փոփոխությունը նաև արտացոլվում էր հարցումների մեջ, որովհետև մենք ուղղակի այսպես չենք կարող քննարկել հանրային տրամադրությունները ոնց փոխվել են, դրա համար սոցհարցումները շատ կարևոր են, բայց ակնհայտ որոշակի փոփոխություն կար, որովհետև եթե օրինակ 2025 թվականի հրապարակումներում ակնհայտ էր, անգամ 24-ում էլ ակնհայտ էր, առաջին տեղում էր միշտ անվտանգության խնդիրը, 2026-ին արդեն, այսինքն նոր հարցումներով առաջին պլան է նաև եկել, էլի անվտանգությունն է ըստ էության, հիմնական առաջինում, բայց նաև դրանից զատ տնտեսություն, զբաղվածություն, աշխատանք, գործազրկություն եւ այլն, այսինքն մարդիկ եւ ընդ որում մի հարցման պատասխան կա, որ մեզ էլի որոշակի այդպես հուշում է տալիս, դա անձնական տիրույթում առաջնային խնդիրն է հանրության, որին պատասխանը անվտանգությունը չէր։ Մինչդեռ նախկին տարիներում անվտանգությունն էր։ Սա կարծում եմ, որ օգոստոսի 8-ի արդյունքն է, այսինքն Փորձագետների խոսքով ընդդիմադիր շրջանակները նաև այդ հարցումները հրապարակելով քաղաքական լուրջ պատվերներ ունեն, որ պետք է իրագործեն։ Ընդդիմության այսօրվա հիմնական այդպես նաև մեթոդներից մեկը ընտրությունների եւ ընդհանրապես ընտրական գործընթացի դելեգիտիմացումն է։ Այսինքն ունենալ բարձր տվյալներ, որպեսզի հետո ասեն խաբել են ձեզ ընկերներ եւ մենք ունեինք այսքան 40 կամ 50% ձայն, բայց տրվել է օրինակ, չգիտեմ, 10 կամ եւ այլն, հնարավոր ձայները այնուամենայնիվ այն ինչ օրինակ նույն IRA-ի պատկերում ենք տեսնում եւ ասեն ընտրությունները կեղծվել են։ Այս ընտրությունների կեղծվելու թեզը արդեն մի քանի ամիս է անընդհատ շրջանառվում է։ Մեր ձևով իրենց ձևով այդ պատվերները անում է, փորձելով իրականացնել այն առաքելությունը, որը իրենց վերադրված է, այն է ստեղծել առնվազն ստեղծել գործող իշխանությանը ավելի լուրջ ընդդիմություն, որը կարող է շնչել իշխանության վրա եւ ճնշել իրականացվող գործառույթների եւ ընդունվող որոշումների գործընթացի վրա։ Սա է պատվերը, հասկանալի է պատվերը գալիս է Մոսկվայից, ես չեմ կարծում, որ իրենց դրա համար փող են տալիս, ընդհակառակը իրենք մեր ձևովի փողերն են օգտագործում, հաշվի առնելով, որ մեր ձևովի հիմնական կապիտալները իրենց ձևով գտնվում են Ռուսաստանում։ Ակնհայտ է, որ իրենք սպասարկում են Մոսկվայի Կրեմլի շահերը, եւ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը,
եւ Գագիկ Ծառուկյանը։ Կեղծ սոցհարցման տվյալներ հրապարակվում էին նաև Մոլդովայի ընտրություններից առաջ, ասում են բանախոսները։ Նրանց խոսքով հիմա Հայաստանում ընտրական գործընթացներին դեմ արվող միջամտությունները այլ ուժերի կողմից որոշակիորեն նման են մոլդովականին։ Այնտեղ էլ տարբեր հարցումների ֆոնին, որոնք ցույց էին տալիս, թե հաղթում է պրոռուսական ընդդիմությունը, այնուամենայնիվ հաղթեց կառավարող ուժը։ Ամեն դեպքում ըստ բանախոսների մարդիկ, ովքեր գնալու են ընտրությունների, չպետք է նայեն ոչ հիմնավոր հարցումների արդյունքներին։ Եթե ուզում են ընտրեն նաև որևէ X կուսակցության, որը հարցումների մեջ ընդհանրապես չկա, ազատ են կատարելու իրենց ընտրությունը։ Ժողովրդավար Հայաստանում մարդիկ պետք է վստահ լինեն, իրենց ձայնը չի կեղծվելու, ազատ են ընտրության մեջ, սակայն պետք է հիշեն, որ որևէ պետության ենթակայության տակ լինելուց կարևոր է իրենց խաղաղությունն ու անվտանգությունը։ Մերի Խաչատրյան, Արտակ Գևորգյան, Դավիթ Մաչկալյան, Արմեն Գրիգորյան, Կիրակնորյա լուրեր։